Անդրեաս Ղուկասյանը այսօր չի քվեարկի նախագահի թեկնածուներից ոչ մեկի օգտին, նա անգամ չի գնա ընտրատեղամաս, ինչպես արդեն նախապես հայտարարել էր նախագահի թեկնածուն, նա այսօր ամբողջ օրը չի լքի հացադուլի վայրը։ Ես ֆիզիկապես չեմ կարող գնալ ընտրություն, այսօր 29-րդ օրն է հացադուլի։ Այսօր ընտրատեղամասերում չեն լինի նաև Անդրեաս Ղուկասյանի վստահված անձինք, նրանց առկայությունը նախագահի թեկնածուն համարում է անիմաստ։ Նման մթնոլորտում ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի նախագահի թեկնածու չի կարող պաշտպանել իր քվեարկողների ձայները։ Որպեսզի չվտանգել մարդկանց, ես որոշեցի վստահված անձանց չքաշել։ Անդրեաս Ղուկասյանը վստահ է, որ ընտրատեղամասերում բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրվելու, սակայն դիմել սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները վիճարկելու համար Ղուկասյանը չի պատրաստվում։ Արձանագրել խախտումները իմաստալից է, եթե լիներ դատական ատյան, որը կարողանար արդար որոշում կայացնել։ Ես չունեմ վստահություն մեր երկրի սահմանադրական դատարանի նկատմամբ, սահմանադրական դատարանը հետևողական ապացուցեց, որ ինքը երբեք չի կարող ընտրությունների վերաբերյալ առարկել։ Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը հացադուլ էր հայտարարել հունվարի 21-ին, իսկ մի քանի օր առաջ հայտարարել էր, որ չի դադարեցնի հացադուլը, մինչև միջազգային դիտորդները չհրապարակեն ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցը։ Մարիաննա Գալստյան, Արթուր Ղահրամանյան, IPV